Ապրիլի 26-ին Ֆենիքս գրախանութում տեղի ունեցավ հայկական մանրանկարչությանը նվիրված հանդիպում զրույց։ Միջոցառումն իրականացվել էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների և մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման «Աչչա» ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Հանդիպման առանցքում «Տյառն ընդառաջ» և «Մուտք Երուսաղեմ» տերունական պատկերների հիման վրա ստեղծված փազլների շնորհանդեսն էր։ Դրանց նպատակն է երեխաներին վաղ տարիքից հաղորդակից դարձնել հայկական հոգևոր մշակույթին և այն հարուստ գանձարանին, որի կրողն ու ժառանգորդը պետք է դառնան։ Առաջիկայում շարքը կհամալրվի նաև Սուրբ Հարության թեմայով մանրանկարչության փազլով։ Առաջ անգամ մենք արել ենք դա ոնց որ նվեր Սուրբ Ծննդյան տոնին եւ բաժանել ենք 300 հատ էքսկլյուզիվ հենց Սուրբ Ծննդյան մանրանկարչությունը 15-րդ դարի, որ Հայր Սուրբը մեզ փոխանցել է թանգարանից, ինքը Աղթամարի Վասպուրականի գրքի մեջից է, որ վարվել է եւ մի քանի էջ է մնացել։ Ներկաներին ողջունեց Մայրաթորի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ Աբեղակ Կարապետյանը։ Հայր Սուրբը շեշտեց, որ եկեղեցին լինելով ավանդապահ կառույց, մշտապես բաց է մշակութային ժառանգությունը հանրայնացնող նորարարական գաղափարների համար։ Նա տեղեկացրեց նաև Մայրաթորի ձեռագրերի ֆոնդի շարունակական համալրման մասին։ Նորին Սուրբօծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ջանքերով վերջին տարիներին Մայրաթոր է բերվել շուրջ 150 նոր ձեռագիր, այդ թվում միջնադարյան հայտնի ծաղկողների բացառիկ աշխատանքներ։ Հայկական մանրանկարչության խորհրդաբանության և զարգացման փուլերի մասին բանախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի ավագ գիտաշխատող, Երևանի պետական համալսարանի դասախոս Լուսինե Սարգսյանը։ Բանախոսը անդրադարձավ հայկական մանրանկարչության հազարամյա ճանապարհին, Էջմիածնի ավետարանի բացառիկ նմուշներին, որոնք համարվում են մեր ձեռագրարվեստի հնագույն վկայությունները։ Նա մանրամասնեց, թե ինչպես է հայկական մանրանկարչությունը դարձել ոչ միայն գրքարվեստի անբաժան մաս, այլև արվեստի ինքնուրույն ճյուղ։ Լուսինե Սարգսյանը խոսեց մանրանկարչական տարբեր դպրոցների՝ Կիլիկյան նրբագեղության, Վասպուրականի պարզ, բայց խորիմաստ պատկերների և Սյունիքի հարուստ մանրանկարչության մասին։ Անդրադարձավ թանկարժեք նյութերի՝ ոսկու և լազուրդի առատ կիրառմանը։ Դա վկայում է, թե հայ իշխաններն ու կաթողիկոսները ձեռագրարվեստի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք են ունեցել։ Մեր մանրանկարչությունը շատ բազմազան է իր տեսակով, տարբեր դպրոցներ ունենք մանրանկարչական, սկսած դեռևս վաղ միջնադարից մինչև ուշ միջնադար, եւ յուրաքանչյուր դպրոց ունի իր ինքնուրույն տեսակը, իր առանձնահատկությունը, եւ ունենք նշանավոր ծաղկողներ, անուններ, որոնք իսկապես վառ անհատականություն են եղել, եւ նրանցից յուրաքանչյուրի արվեստին ծանոթանալը, նրանց արվեստի միջոցով տվյալ դպրոցին ծանոթանալը պատկերացում է տալիս մեր հայկական ինքնության անցյալի մասին։ Հանդիպման ավարտին Հայր Ասողիկը նշեց, որ Մայրաթորի հովանու ներքո այսօր էլ գործում են մանրանկարչության կենտրոններ, որտեղ շարունակելով միջնադարյան վարպետների ավանդույթները ուսանում են ապագա ծաղկողները։ Երեկոն ավարտվեց լույս հնգյակի հոգևոր երգերի ու շարականների կատարումներով։